դուք սկզբում նախ հայտարարեցիք, որ համագործակցում եք Հայ-ԱՔՎ-ի հետ, հետո անսպասելիորեն հայտարարեցիք դադարեցման մասին, ինչով պայմանավորված։ Ես չգիտեմ, թե ինչու էր դա անսպասելի, մենք համագործակցություն սկսեցինք, մեր համագործակցության որոշակի ծրագրային մեր դրույթները փորձեցինք մեր ընդհանուր մոտեցումները համաձայնեցնել, բայց ժամկետը բավական սուղ էր եւ կային համապատասխանություններ մեր մոտեցումների միջև եւ մենք որոշում կայացրեցինք փոխադարձաբար, որ այս փուլում համագործակցությունը պետք է դադարեցնել, որպեսզի հետագայում նույնպես գուցե հնարավոր լինի այդ համագործակցությունը կամ չլինի, բայց այս փուլում արդեն ժամկետներն էին բավական սուղ եւ հենց գիտեք ինչպես ամեն մեկս մեր մոտեցումներն ունենք շատ տարբեր հարցերի վերաբերյալ եւ այդ հարցերի շուրջ մեր համաձայնությունները պարզապես բանակցությունները երկարում էին եւ շատ բարի դրացիական, շատ ջերմ մեր փոխհարաբերությունները նույնպես հիմա շարունակվում են Հայ-ԱՔՎ-ի հետ, պարզապես այս փուլում ընտրական գործընթացներին միասին մասնակցությունը որոշեցինք դադարեցնել, հայտարարված էր հենց այդպես, որ մենք որոշում ենք կայացրել միասին մասնակցել ընտրություններին, բայց ելի եմ կրկնում, սուղ ժամկետների պատճառով այդ համագործակցությունը ընտրական գործընթացների մասնակցելու տրամաբանության շրջանակներում դադարեցվել է եւ մենք ընտրություններին մասնակցում ենք մեր ցուցակով, մեր ինքնուրույն ցուցակով, սակայն մեզ հետ շարունակում են համագործակցել եւ մեր ցուցակումները առված են Շանդաշինք կուսակցության անդամները, Շանդաշինք կուսակցությունից անձինք, մենք փոխադարձաբար ինչպես նաեւ առաջ շարժման առաջ ինչպես էր առաջ արժանապատվության շարժման մեր գործընկերներից մարդիկ կան ներգրաված մեր ցուցակում, կան անհատներ, որոնք անկուսակցական են եւ մեր ցուցակը բավական այդպես ընդգրկուն է, համապարփակ է, տարբեր պրոֆեսիոնալներ կան, ստացվել ինչպես եւ խոստացել ենք, ստացվել է պրոֆեսիոնալների ցուցակ, որը գնում է առաջիկա ընտրությունների մասնակցելու համար։ Դրական շատ այսպես ոգևորված, մեծ ոգևորությամբ այսօր մեր ցուցակը ներկայացրել եւ շատ դրական են գնահատում, մեր աշխատանքից է կախված հետագա արդյունքները։ Պարոն Գալստյան, այսինքն Հայ-ԱՔՎ-ի հետ ձեր համագործակցությունը չստացվեց ձեր նախաձեռնությամբ, թե Չալաբյանը ինչ որ տեղերի հետ կապված այլ ամբիցիաներ ուներ, չբավարարվեցին այդ ամբիցիաները եւ չստացվեց համագործակցությունը, փակագծերը բաց եք խնդրում։ Ինչպես արդեն նշեցի, դա փոխադարձ ընդհանրապես փոխադարձ համագործակցություն էր փոխադարձ դադարեցնելը մեկս մյուսի հետ, ոնց է փոխադարձ որոշում էր, համատեղ որոշում էր եւ կապված չէր ինչ որ տեղերի վերաբերյալ, հենց զուտ տեղերի վերաբերյալ քննարկումներ, այսինքն տեղերի հետ դա կապ չուներ։ Ինչպես արդեն նշեցի, որոշակի հարցեր էին, որոնք պետք է համաձայնեցվեին միասնական հանդես գալու համար։ Բա եթե չէին համաձայնեցվել, ինչու հայտարարեցիք, որ համագործակցում եք, անգամ ձեր միջոցառումների ժամանակին այս մասնակցությունը տեսանք, այսինքն այդ ամենը չէր քննարկվել մինչև այդ պահի համար դա բավարար էր։ Հետագա փուլերի համար արդեն հետագա փուլերում հանդես գալու համար, ինչպես արդեն նշեցի, դրանք արդեն դուրս էին գալիս այն շրջանակներից, որոնց վերաբերյալ պետք էր արդեն ավելի մանրամասն համաձայնություններ ձեռք բերել։ Գլխավոր տարաձայնությունը ո՞րն էր ձեր եւ Հայ-ԱՔՎ-ի։ Ես չմանրամասնեմ, հետագայում ես համոզված եմ, մենք առիթներ կունենանք դրա մասին դեռ շատ խոսելու, մեր Հայ-ԱՔՎ-ի ընկերների հետ կարող ենք քննարկումներ կազմակերպել, որին դուք համոզված եմ ներկա կլինեք եւ կարող ենք դրա մասին շատ ավելի մանրամասն խոսել։ Այս պահին կարծում եմ չարժի այդ մասին եւ պետք չի պարզապես այդ մասին ավելի տենց մանրամասն խոսել։ Ես համոզված եմ դրա մասին խոսելու շատ առիթներ դեռ կունենանք։ Եվ եթե դուք էլ նկատեք, մենք ունենք որոշակի մեր այսպես հետևեք հետագայում նաև մեր ծրագրին, ինչպես նաև Հայ-ԱՔՎ-ի հայտարարած դրույթներին եւ իրենց ծրագրային մոտեցումներին, հաստատ համոզված եմ կտեսնեք, որ կան տարբերություններ եւ այդ տարբերություններն են պատճառ հանդիսացել ընտրություններին արդեն միասին չմասնակցելու համար եւ այդ ոնց ասեմ, մեր մոտեցումները չհամատեղվեցին հենց որոշակի սկզբունքային հարցերի շուրջ։ Պարոն Գալստյան, մեր հաշվարկներով մոտ 200 միլիոն դրամ է ծախսել լեդ վահանակների վրա գովազդային բավականին թանկ տեղերում տեղադրելու համար։ Խնդրեմ ներկայացնեք որտեղից ձեր այդքան ֆինանսական միջոցներ, քան որ կապնդում որ ձեզ ֆինանսավորում է Սերժ Սարգսյանը։ Մեզ Սերժ Սարգսյանը չի ֆինանսավորում, մեզ ֆինանսավորում են շատ տարբեր մարդիկ, մեր տարբեր ընկերներ, մեր սեփական միջոցներն են ներդրված, մեր ընկերների միջոցները մենք ես կարող եմ ավելի իհարկե բոլոր այն անձին, բոլոր մեր այն քաղաքացիները, ովքեր հաշտ չեն ստեղծված իրականության հետ։
Եվ դրանք մի աղբյուրից միջոցներ չեն, ես ցանկանում եմ նշել, դրանք տարբեր աղբյուրներից միջոցներ են եւ հետագայում նաեւ կհրապարակվեն այն ֆինանսական հաշվետվություններ, դուք ինքներդ եք տեսնեք, որ դրանք տարբեր միջոցներից եկած միջոցներ են եւ ել եմ ուզում ցանկանում ուղիղ կրկնել, ուղիղ ասել, որ դրանք մեկ աղբյուրից միջոցներ չեն եւ Սերժ Սարգսյանը չի ֆինանսավորում մեր գործունեությունը։ Իսկ հետընտրական համագործակցություն ընտրությունների գնումների կայացնելու հետ միասին։ Հիմա այս մի քանի օր առաջվա այդ ապահարզանից հետ ցած պատկերավորասեն ձեր շանսերը ինչպես է գնահատում առանց հայակվելու։ Առանց փոփոխությունների։ Ինչպես եղել են, մենք մեր շանսերը նույն կերպ էլ գնահատում ենք, մենք մեր շանսերում փոփոխություններ չենք տեսնում։ Տրամաբանությունը ո՞րն է համագործակցության հիմք դնելու։ Հայակվեում կան շատ լավ պրոֆեսիոնալներ, շատ լավ մարդիկ, ովքեր ունեն անցած ճանապարհ եւ նրանց մեզ հետ լինելը հեչ չէր, վատ չէր լինի հետագայում, որպեսզի այդ մարդիկ ներգրավված լինեն եւ ազգային ժողովում եւ հետագա process-ներում։ Եվ եթե մենք ունենանք հնարավորություն, նրանց կրկին կանենք առաջարկներ, նրանց կրկին սիրով կներգրավենք ինչպես մեր գործունեությանը, այնպես էլ պետական կառավարմանը, եթե այդպիսի հնարավորություն ստանանք։ Եվ մեր երկրում ընդհանրապես պետք է բոլորս ֆիքսենք, որ փոքր երկիր ենք, ունենք իրականում կադրերի պակաս, կադրերի պակասով եւ մենք չենք կարող մեզ թույլ տալ շռայլություն կադրերի ընտրության հարցում, մարդկանց այդպիսի ընտրության հարցում։ Մարդիկ, ովքեր ունեն անցած ճանապարհ, պետք է այդ մարդիկ եւ անցած ճանապարհ մաքուր մարդիկ էլ պետք է այդ մարդիկ ստանան իրենց արժանի հնարավորությունները։ Դուք ձեր նախընտրական ծրագրում մի կետ ունեք Արցախ վերադարձի հետ կապված։ Արդյոք դա է եղել տարաձայնությունը ինձ հետ։ Արցախ վերադարձ, ոչ թե Արցախ վերադարձի մասն է խոսում ենք արցախահայերի իրավունքների պաշտպանության եւ արցախահայերի Արցախ վերադարձի իրավունքների պաշտպանության մասին։ Որոշակի տարբերություններ մեր մոտեցումներում կարող են լինել նաեւ հենց այդ հարցում, բայց այստեղ էլ եմ ասում, շրջանակը շատ լայն է եւ ես չեմ ցանկանա կանգնել մեկ հարցի կամ երկու հարցի վրա։ Տարբեր հարցեր կան, տարբեր շրջանակներ կան եւ իրական տարբեր մոտեցումներ կան։ Մեր ծրագիրը առաջիկայում մենք օրենքով սահմանված պարտականությունն ենք նաեւ հրապարակելու, հրապարակվի ծրագիրը եւ այդ ծրագրային դրույթների մեջ դուք համոզված եմ տարբերություններ կտեսնեք։